Քո որ իրավունքն է խախտվում։ Իմը լավ ապրելու։ Իր լավ ապրելու իրավունքը խախտված համարող 14-ամյա Հովհաննեսին հանդիպեցինք Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի բակում։ Նա կարմիր նվագարկիչը ձեռքին շրջելով Արամ Ասատրյանի «Զուլում են զուլում» երգն էր լսում ու ասում, թե երանի է տալիս մի քանի մետր այն կողմ անհոգ խաղացող երեխաներին։ Մտածում եմ, ասում մերնակ իրանց։ Ոչ մտածելու բան ունե, ոչի բան։ Դու շատ մտածելու բան ունես։ 14 տարեկան տղա ենք, իմ աղբերն է 15 տարեկան, ելնում ենք ես Հովհաննես գործի։ Ինչ գործ ես անում։ Նա կապ չունի, ինչ գործ ուզում ալնի, կարևորը փողելնի։ Օրինակ ավտո ներկատ բարձել, թափել, պղինձ ալումինա, էդի մաքրում ես, ժողում ես։ Հենց ոչի բան պետք փոքր տարիքից չարչարվես, դու է նույնը կմտածես։ Հարցերին կենսափորձ ունեցող հասուն մարդու պես պատասխանող այս փոքրիկն ասում է, թե վաղուց է հրաժեշտ տվել իր մանկական երազանքներին, այսօր միայն երազում է, որ իրեն խնամող Սերոժ պապը երկար ապրի։ Քո պաշտպան ով է։ Իմ տատին պապին, պրոստը իմա տատիս չկա։ Ես օրինակ ես շատ երազանքներ ունեի։ Սպորտի վերաբերյալ, մասնագիտության վերաբերյալ, բայց հանգամանքներն ես դասավորվեցին, որ դրա բանը չկա էլի, էլ չես կարա։ Երբ խնդրեցինք պատմել իր ընտանիքի մասին, մատնացույց արեց վթարային շենքում գտնվող իրենց կացարանը, ասաց ամաչում է, բայց կուղեկցի տուն։ Ինչ պատմեմ մեր ընտանիքի մասին, էտա ապրելու բանից սաղ երևում է։ Նայում ես, էտա կարծիքը կազմում ես, էլի։ Ես կանից հետո են մարդու լեզուն կխնդրա բան ասի, կամ ուրախանա։ Դու որտեղ ես քնում։ Ես չգիտեմ։ Վախտանում չեմ էլ քնում։ Մտածելու շատ բան կա, բա պետք է մտածես։ Մի չէ պետք է մտածես, որ մի բան կարաս ստեղծես, մի բան անես։ Ես ինչ տղա ունեք։ Ինքը չի պայե դրա համար ատեց։ Ես իմ գյուղի դաստիարակությունն ունեմ։ Տատի եւ պապի գյուղական դաստիարակությունը նա ստացել է Տավուշի մարզի Իծակհար գյուղում։ Երևանից շուրջ 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղում մանկությունն ու պատանեկությունն անցկացրած Հովհաննեսն ամառային արձակուրդները կանցկացնի քաղաքում, ոչ թե հանգստանալով, այլ աշխատելով։ Մեզ էլ տենց պաշտոն տան, մենք էլ մեր նստենք, մեր ոտները ձեռները իրար վրա քսենք, նստավորենք, բայց տես չի։ Պետք է աշխատես, զոլտես։ Հետո ով աշխատի դա կուտի։ Եթե չես աշխատում, ում ես պետք։ Աշխատանքը նա համեմատում է կյանքի համար մղվող պայքարի հետ։ 57-ամյա Վարդուհի տատի կորուստը լուրջ հարված է եղել նրա համար։ Մի բան, որից դու վախենում ես։ Ես կյանքից, այդքան մի բան։ Դու կյանքից ես վախենում։ Հա, աշխատանքից։ Էդի կյանքի հետ կռիվ է, իմ տատին էլ տենց արայց։ Գնացել է, որ սինդրու քաղի, տանի ծախի, էլի մի բանի օգտագործի փողը, գնացել է քարիվրի ծնգի։ 4-րդ կարգի վթարային այս շենքում չկան կոմունալ հարմարություններ։ Կիսավեր բնակարանների մեծ մասում բացակայում է սանհանգույցը, պատերին մեծ ճեղքեր են, առաստաղները խոնավ ու ճաքճքած։ Առաջին հարկում այս բազմանդամ ընտանիքը բնակվում է արդեն 10 տարի։ Այդ ընթացքում Երևանի 4 քաղաքապետերի հերթափոխը որևէ դրական փոփոխություն չի բերել այս ընտանիքին։ Թղթերն ուզում ես երկրորդ անգամն է, որ թղթերը դասավորում են կադաստրով բանով, որ պետք է տուն տան ասին մինչև այս ամսվա վերջելը։ Սպասում ենք տենանք։ 7 երեխաների մայրը Տիկին Պայծառն ասում է, թե զրկված են անգամ նպաստից։ Նպաստը ներկապահի ես չեմ ստանում, նոր ենք համացրել։ Մինչև ասում ամուսինը փաստացի քու հետ չգրանցվի, քեզ նպաստ չի հասնում։ Դե ես չեմ կարող ես 7 երեխուն պահեմ, ես 7 երեխուն շորկոշ պետքա։ Էթմա գործ առավոտ հելնումա ու ժամի գալի, եղած 2-3000 մանեթ, այդ 2-3000 մանեթը ես հաց առնեմ իմ երեխեն ուտի, թե իմ երեխու շորկոշիկն ա։ Կիսաքանդ այս կացարանում ամռան սկզբին փայտի վառարան են վառում։ Վառարանի կրակը վառ պահող Հովհաննեսը սակայն թունելի վերջում լույս դեռ չի տեսնում։ Կարող է ժամանակի ընթացքում վառի, բայց սլը չի վառել։ 10 տարի սենց ապրում ենք։ Դե վերջը լավ լինի։ Այդ չուզողն է ես անեմ։ Հայլում ես ես ինքս ինձ եմ տենում, իմ վիճակն եմ տենում։ 14 տարեկանից, որ ամբողջ օր աշխատես փոքր հասակից, էլ կյանքում պետք է մի ցավի տեր դառնաս արի ու տակից դուրս արի։
Լավ կյանքի հույսը կորցրած Հովանեսը մի ցանկություն ունի՝ հանդիպել, ինչպես ինքն է ասում, մեզանից բարձրերի հետ, ասելիք ունի երկրի առաջին դեմքերից որևէ մեկին, միայն թե դեմ առ դեմ։ Բայց մի իստը չեմ կար ասեմ։ Իրան պետք է տենամ, իրան ասեմ։ Հենց հետո ինչ ուզում ալնի։ Սովորական մարդ եմ իրացնում։ Պրոստը իրանք լավ են ապրում, ես լավ չեմ ապրում։ Մեր տարբերությունն է դա։ Ինչ ես կարծում, կհանդիպի քո հետ։ Դե, նայած ինքը ոնց է դի կտրամաբանի, կհասկանա։ Սինենց խաղու պար չէ, լի որում հետ ասես հա հանդիպում են։ Նենց զրույցի թեմայա, որ իրա տեղը ես ընեմ, կհանդիպեմ։ Ես մենակ հույս ունեմ, որ ինքը ինձ հետ կհանդիպի։ Ենքան դիման։ Կոնկրետ ով։ Կոնկրետ կնի Տիգրան Սարգսյանը, կնի Սերժ Սարգսյանը, կառավարիչ կնի։ Ու մինչ բարձրաստիճան այրերը կարծեգանք են, 14-ամյա Հովանեսի ապագան ուրվագծվում է այս գորշ պատերի ներքո։ Կարող է տեսար ես գյուղից էլ չեկա։ Ու ապագան գյուղում ես տեսնում։ Հա, ուրիշ տեղ չկա։ Մեկ էլ ուզում եմ բան անեմ, վայենի սովորեմ։ Փոքր մահեր։ Աշխատում ես ամիսը 250,000, եթե Ղարաբաղ են տանում ընդես օֆիցիալ աշխատում, որևէ մի բան 300,000 դրամ։ Ամենաբարձր աշխատանքը Հայաստանում է դա։ Հոգսերի բեռի տակ կքված այս փոքրիկին ծանր մտքերից ազատվել օգնում է կրկին կարմիր նվագարկիչը։ Դարչնագույն աչքերով տղան միացնում է սև աչքերն ու իր ձևով մեկնաբանում այս երգի իմաստը։ Ոչ թե աշկի սիրունության մար, այլ աշկի տեսնելու մոմենտով եմ ես սիրում։ Այսինքն իմաստացնելա, որ սա աշկերը բաց նայեն։ Sevsem